օրհնեցեք Տիրոջը, քանի որ բարի է մեր Աստծուն փառաբանություն երգելը, քանի որ քաղցր ու վայելուչ է օրհնությունը։ Տերը շինում է Երուսաղեմը, Իսրայելից ցրվածներին հավաքում է, բժշկում է սիրտը կոտրվածների։ Ասում է աստղերի թիվը, նրանց բոլորն իրենց անուններով է կոչում։ Մեծ է մեր Տերը, ու մեծ է նրա զորությունը, նրա իմաստությունն անհուն է։ Տերը բարձրացնում է հեզերին, իսկ ամբարիշտներին խոնարեցնում է մինչև գետին։ Երգեցեք Տիրոջ գոհությամբ, մեր Աստծուն փառաբանեցեք քնարով, որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար, պոտ է բուսացնում լեռների համար։ Նա անասուններին իրենց կերակուրն է տալիս, ու ագռավի ձագերին, որ աղաղակում են իրեն։ Նրան հաճելի չէ ձիու զորությունը, հաճույք չի ստանում մարդու սրունքներից։ Տերը հավանում է իրենից ակնածողներին, նրանց, որ իրենց հույսն իր ողորմության վրա են դրել։ Ով Երուսաղեմ, փառաբանիր Տիրոջը, օրհնիր քո Աստծուն, ով Սիոն, քանի որ նա ամրացրեց քո դռների նիգերը եւ որդիների օրհնեց քո մեջ։ Նա քո սահմաններին խաղաղություն է տալիս, քեզ կշտացնում է ամենաընտիր ցորենով։ Նա իր հրամանն ուղարկում է երկիր, նրա խոսքը արագությամբ սլանում է։ Նա բրդի պես ձյուն է տալիս, ու եղյամը ցանում է մոխրի պես։ Իր սառույցը պատառների պես նետում է, նրա ցրտին ով կարող է դիմանալ։ Ուղարկում է իր խոսքը ու հալեցնում է դրանք, փչում է իր հովը ու ջրերը վազում են։ Նա իր խոսքը հայտնում է Հակոբին եւ իր կանոններն ու վճիռները Իսրայելին։ Որևէ ազգի հետ այդպես չի վարվել, բայց նրանք նրա դատաստանները չճանաչեցին, Տիրոջը փառաբանեցին։